Հայրենակիցներ, Նիկոլան Հողը վաղաշապատի ընտրություններից հետո շատ ոգևորվել է։ Նախ սկսենք նրանից, որ ինքը չի հաղթանակ տարել որպես այդպիսին, ինչպես ինքն է ներկայացում եւ իր թիմակիցները, այսինքն իրենք չունեն 50%-ից ավել ձայն, այլ ունեն ընդամենը 48.6% ձայն եւ հաղթանակ են տանում վաղաշապատում բացարձակ 50%-ից ավել ձայնով միայն բոնուսային համակարգի արդյունքում։ Երկրորդը նշենք, որ վաղաշապատում Նիկոլ Անհողի թիմի ստացած ձայները ավելի քիչ են, քան 2021 թվականին ստացած ձայները, իսկ եթե հաշվի առնենք, որ 21 թվականին վաղաշապատի ուրեմն համայնքը իրենից ներկայացնում էր ընդամենը 2 բնակավայր, Էջմիածնի եւ Խոյ համայնքը, իսկ հիմա եւս ուրեմն 11 համայնք է ուրեմն ավելացվել վաղաշապատին, ապա տեսենք, որ Էջմիածնում Նիկոլ Անհողի ստացած ձայները խայտառակ ցածր են։ Երրորդ կարևոր հանգամանքը, որ արձանագրում ենք, դա այն է, որ Նիկոլ Անհողը եւ նրա թիմը հաղթել են ընդամենը գյուղերում, կոնկրետ վաղաշապատում եւ եւս մի քանի բնակավայրերում Նիկոլ Անհողը շատ ցածր ձայներ է ստացել։ Բայց ինձ ավելի հետաքրքրում է այս ոչնչության գրառման մեջ այն փաստը, որ վերջինս վաղաշապատում տարած այսպես կոչված հաղթանակի ուրեմն մեջ տեսում է, որ վաղաշապատցիները, ինչպես ինքն է նշում, լիովին կողմ են իր քաղաքականությանը հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ նրա առաջնորդ Գարեգին II կաթողիկոսի պահով։ Ինչպես եւ սպասելի էր, Նիկոլի նման լկտի աղանդավորը փորձելու է հաղթանակի պարագայում սա օգտագործել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Նիկոլ Անհող, իսկ քեզ ով է ասել, որ ընդհանուր առմամբ ուրեմն մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու ճակատագիրը որոշելու են վաղաշապատցիները կամ վաղաշապատ խոշորացված համայնքի գյուղական բնակչությունը, որի շնորհիվ դու ստացել ես ուրեմն ձայների մեծ մասը։ Էջմիածնում դու պարտվել ես։ Երկրորդը նույնիսկ եթե դու հաղթանակ ես տարել բոլոր տեղերում, որը չկա նման բան, ինչ է նշանակում կողմ են իմ քաղաքականությանը կտրիչ Ներսիսյանի դեմ ճակերտավոր ասած։ Այսինքն Էջմիածինցին պետք է որոշի ով է լինելու հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդ կամ վաղաշապատցի, այ քեզ բան, սա ցինիզմի եւ լկտիության գագաթնակետն է։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդը դա ողջ հայ ժողովրդի ուրեմն հոգևոր առաջնորդն է, ով դավանում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու ուրեմն հավատքը՝ ի տարբերություն քո նման կյանքի խոսք աղանդի երկրպագուի։ Երկրորդը, այս թեմայով երկրորդը, իսկ ով է ասել, որ քո ստացած 15000 ձայներն են որոշելու, թե մենք ինչ կաթողիկոս ենք ունենալու։ Այսինքն այդ 15000 գյուղացիները եւ որոշ էջմիածինցիներ, որ ձայն են տվել քեզ, ուրեմն դրանով որոշվելու է մեր կաթողիկոսի լինելու, չլինելու հարցը։ Հարգելի հայրենակիցներ, մենք պետք է թույլ չտանք Նիկոլ Անհողի լկտի վարքագծին կապված հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ, որը նա փորձում է միավորել վաղաշապատում տարած այսպես կոչված իրենց հաղթանակի հետ։ Երրորդը, սա հիմա հրճվել է, որ հաղթել է, այսպես ասած, ժողովրդավարությունը Հայաստանում, ինքը ուրեմն շատ մեծ հաղթանակ է տարել եւ շնորհավորում է վաղաշապատցիներին։ Հիմա հարգելի հայրենակիցներ, դուք հասկանում եք, որ այս մարդը ժողովրդավարությունից շատ հեռու է։ Այս մարդը չի սիրում, որ որևէ տեղում ինքը պարտվում է։ Փաստորեն, երբ որ ինքը պարտվում էր 37% ձայնով Գյումրիում, ինքը պարտվում էր Վանաձորում, ինքը պարտվում էր Ախուրյան համայնքում, ինքը պարտվում էր Մասիսում, Փարաքարում, Ալավերդիում, Բերդում, Նոյեմբերյանում եւ այլ համայնքներում, դա ժողովրդավարություն չէր։ Դա ցույց էր տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ։ Եվ հիմա
վաղաշապատում ընդամենը 48.6% ստանալով այն էլ որոշ մասը մեքենասությունների արդյունքում է։ Հիմա ինքը համարում է, որ մենք ժողովրդավարության գագաթնակետում ենք։ Նիկոլ անհող, չմոռանաս, դու 50% ձայն չունես մեկ եւ երկրորդը հայ առաքելական Սուրբ եկեղեցու ուրեմն ապագան եւ նրա առաջնորդի ապագան 15000 ընտրողդ չի որոշելու։ Հարգելի հայրենակիցներ, մենք պետք է ամեն գնով կանգնենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։ Ես ելի եմ կրկնում, եկեղեցուն կարող է լինեն բազմաթիվ խնդիրներ, բայց այդ խնդիրները պետք է լուծվեն եկեղեցու ներսում։ Եթե մենք թույլ տանք աղանդավոր Նիկոլին, անհավատ եւ աղանդավոր սրա թիմակիցներին իրենց քիթը մտցնել հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերին, ապա մեր եկեղեցին կդառնա հասարակ սովորական աղանդավորական ինչ որ մի կազմակերպություն։